Բա ինչի 2018 թվականից կամ 2022 թվականից առաջ Հայաստանի Հանրապետությանը ըստ էության մի երկիր ա եղել, որը պատրաստ ա եղել ինչ որ մի զինատեսակ վաճառի, ըստ էության մի երկիր կամ մի տենց տեղ։ Մյուսները ինչի չեն վաճառել։ Մի պարզ պատճառով ասել են հարգելիներս, մենք երաշխիք չունենք, որ ձեզ վաճառված զենքերը դուք օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության համար։ Ավելին մենք համոզված ենք, որ դա օգտագործելու եք ձեր միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս։ Իսկ դա կներեք մեզ համար անընդունելի է։ Այդ ճանապարհը մեզ համար բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո։ Երբ որ ասել ենք մենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք, իրանք դրանից են դժգոհ։ Իրանք դրա, այդ որ ասում են այդ 29,000-ը վատ է, իրանք ասում են ոնց այդ գրպանից, պետք է հետ գնանք այդ գրպան արա, դուք ոնց եք դուս եկել այդ գրպանից։ Այդ գրպանում աշխարհում այդ գրպանից ավելի լավ տեղ չկա։ Եվ մեզ այդ գրպանում պահել են Ղարաբաղը ամենայն հարգանքով, որպես խայծ օգտագործելով։ Էդ էլ ասեմ, տպավորություն եմ փորձում ստեղծել, թե մենք Ղարաբաղի ժողովրդի հետ կամ Ղարաբաղի մեր հայրենակիցների նկատմամբ ինչ որ բան ունենք, վերաբերմունք ունենք, անվստահություն ունենք, կամ իրանք, ես այն օրը նախարարին ասել եմ, որ չեմ ուզում ասեմ, որովհետև կարող է լավ չէ, ինչի, բայց կներեք այսօրվա մեր զինված ուժերի ղեկավարության կեսը Ղարաբաղցի է։ Ամենաբարձրաստիճան մեր այսօրվա զինված ուժերը, հասկանում եք ինչ եմ ասում։ Մեր զինված ուժերը ղեկավարվում է Ղարաբաղցիների կողմից։ Բայց մենք Ղարաբաղցիներին չենք վստահում, չենք սիրում։ Ոնց ենք այդ մարդկանց տարել այդ տեղերում նշանակել։ Բայց մենք դավաճանել ենք, հələ մեզ ասում են դավաճանել եք, էս է կարել, են է կարել, են է կարել, են է կարել, չէ։ Այդ մարդկանց նկատմամբ ոչ միտեղ ես չեմ լսել, որ իրանց պրետենզիա ներկայացնեն, որ այդ մարդիկ ծագումով Ղարաբաղցի մարդիկ որևէ դավաճանական գործարքի մեջ մտել են։ Բայց մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում։ Եթե մենք դավաճանենք, ո՞նց են, իրանք գիտեն, չէ, ամեն ինչ։ Իրանք ներսից գիտեն, չէ, ամեն ինչ, բա ո՞նց են այդ մարդիկ մեզ հետ աշխատում։ Բայց հարցի պատասխանով է տալու։ Ես անունով չնշեմ, բայց ասում եմ, չափազանցություն չկա։ Մեր զինվորական բուրգի ամբողջ վերևը ամենաառանցքային կետերում ղարաբաղցիներ են։ Գալիս են ստեղ, խոսում են, գիտության խոսում են, վայ, գիտությանը, չգիտեմ, զրո բանում, չգիտեմ, աշխարհի միջինը այսքան է, մեր մոտ այսքան է։ 2018 թվից այսքոմ գիտության ֆինանսավորումը աճել է Հայաստանում 2.8 անգամ, 180%-ով։ Այսինքն 180%-ով աճել է ու հələ աշխարհի միջինին չի հասնում։ Գիտաշխատողների միջին աշխատավարձ 2000 վերջին տարիներին ուրեմն աճել է 3.2 անգամ 220%-ով գիտաշխատողների աշխատավարձը։ Եկել են ստեղ գիտության, մեկ էլ գիտության բանն են, սուքն են սքում։ $171 միլիարդ դրամի պատվեր կա տեղադրած ռազմարդյունաբերության համակարգ։ Եվ այս խոսույթը, տեսեք նույն վերադառնալով ռազմական սպառազինությանը եւ ռազմական տեխնիկային,
Այս խոսույթը առանց այն արձանագրման, որ մեր բանակը ոչ թե մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու։ Եթե այս ամեն ինչը իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Եվ իրանք ուզում են մեզ անդադ հրեն եւ հրահրեն այնտեղ, մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել եւ չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունն է։ Եվ այո, մենք խոսելու ենք միայն ու միայն բացառապես պաշտպանունակության մասին։ Եվ մենք ասում ենք, մենք Արցվաշենի համար ռազմական օպերացիա չենք անելու, ոչ էլ մյուս տեղերի համար, որովհետև դրա կարիքը չկա։ Ասում են, հա ինչա թուղթ ստորագրած է, հա ինչի այն մեկը նախաստորագրած է, Ժորժ ջան, մոռացել եք, որ անցյալ տարվա հոկտեմբերին ազգային ժողովը վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքած թուղթ, որը հիմա երկու երկրում ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ է խաղաղությունը։ Այն վավերացված ուժի մեջ մտածա, ասում են, դե վավերացված ուժի մեջ մտածա, այն ստորագրված է, դե ասում են ստորագրված է, այն նախաստորագրված է, այդ է խաղաղությունը։ Բա խաղաղությունը այդ է, բա խաղաղությունը կառուցվում է։ Բա որ խաղաղություն ըլներ, այս քայլ-քայլի անհրաժեշտությունը չէր ըլներ, կասեին կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Հիմա արդեն ասում ենք, որ կա խաղաղությունը, ընդամենը մնում է իրան պահպանել։ Ասում են, բա մարդու համար է, մարդու համար է։ Հիմա ես դες խելագար թվեր ասեմ։ Դուք գիտեք, չէ, որ այսօր ով է հիշում ընդհանրապես դրա մասին։ Ով է ընդհանրապես այդ թեմային անդրադառնում, չկա տես թեմա որովհետև։ Ուրեմն 2018 թվականից առաջ Հայաստանում գործարար համայնքը տառապում էր իր ավելացված արժեքի հարկը հետ ստանալու համար։ Տասնյակ տարիներով տասնյակ միլիարդների պետությունը պարտքա ունեցել գործարար համայնքի։ 2018 թվականից մինչև օրս տնտեսական համայնքին վերադարձված ավելացված արժեքի հարկի գծով մենք վերադարձրել ենք 255 միլիարդ դրամով կամ 435%-ով կամ 5.4 անգամ ավելի շատ գումար, քան նախորդող, ասենք օրինակ 2010-ից 17 թվականը։ Հիմա ոչ մեկ չի խոսում դրա մասին։ Կներեք այդ թվում նաև գործարար համայնքով է վերկենում, ասում հələ մի րոպե, Ժողովուրդ ջան, բա մենք այնքան տառապում ենք, մի կոպեկ չենք կարում պետությունից հետ ստանանք, հիմա ամեն ամիս ճշգրիտ օրը գալիս է, փողը նստած է մեր հաշվին։ Մարդու համար է սա, թե մարդու համար չի։ Եկամտային հարկի գծով վերադարձրել ենք 2018 թվականից մինչև օրս 377 միլիարդ դրամ Հայաստանի քաղաքացիներին։ 2010-ից 17 թվականի համեմատ աճը